լուծված ամբողջովին չկարծան, կամ էլ կատարում է թշնամու ինչ վերաբերում է Ղարաբաղ Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած տարականերում բարեփոխչորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունը, բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հավատյանքները միայն ուղղվածում են եկեղեցուն, այնպես որ համբերություն սպասում։ Պարոն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու կարգալույծ եղածել Արամի հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա սուրբ պատարագին, դուք ձեր թիմից գնալու եք, չգիտեմ, այնտեղ հովանավանք պաշտպանելու եկեղեցին և ինչպես եք այդ եկեղեցին պաշտպանելու պրոցեսը պատկերացնում։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Ղարաբաղ Հայրապետի մեր եկեղեցու և մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Ղարաբաղ Հայրապետի գործով։ Հենց Ղարաբաղ Հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում Հայաստանի ցանկացած դեպքում մենք պատրաստ ենք այնտեղ հանձնել։ Պարոն նախագահ, Վարդան Ղուկասյանի շուրջ իրադարձությունների մասին ձեր դիրքորոշումն է ուզում իմանալ։ Նայեք, ի սկզբանե ակնհայտ էր, որ Վարդան Ղուկասյանը խոցելի թեկնածու է, նրա վերաբերյալ անընդհատ գործեր են լինում, նախկինում են եղել և չնայած այդ հանգամանքին ընդդիմությունը որոշեց այդ թվում ձեր քաղաքական ուժի քվեով նրան դարձնել Գյումրու քաղաքապետ։ Ինչ եք կարծում, եթե ընդդիմությունը ավելի շրջահայաց գտնվեր և ավելի անխոցելի մեկին ընտրեր ունենայինք Գյումրիում այս իրավիճակը, որ ունենք այսօր, և կար այլ ելք։ Նախ ես կուզենայեմ, որ դուք շատ ճիշտ երբ որ հիշում եք մեր քաղաքականությունից։ Մենք այո, այնտեղ ունեցել ենք, այսպես ասեմ, բայց դա չի նշան, բայց չի կարելի Դեք մենք բոլորս էլ մեղավոր ենք, անկախ որևէ հանդիպանքից, այդ գործում քաղաքական խաղաղություն չէ, շատ մեծ և ընդհանրապես պարզը չէ բոլորիս համար, որ այս իշխանությունները ունեն զրո հանդեպատականություն նավագործության կապված և նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով զորացնում են, փորձում են մոտեցնել այլ կարծիք, այլ քաղաքական որոշում հայտնող մարդկանց։ Ընդհանուր մինչև մեկուսացիա։ Այս պարագայում Վարդան Ղուկասյանը մեկուսացիա։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա Ղուկասյանը ընդդիմության շրջանակներում ստացած մենք առաջի երբեք տեսակ Ղուկասյանը, այլ մեր ժողովրդի այն հատվածի, որը կերպել Ղուկասյանը։ Բա ինչ անեին ձեր կարծիքով։ Ժողովուրդը կարող է սխալվել, բայց կարծում եմ որոշում կայացնողները։ Հիմա այդպես է կարծում, հա։ Ես միշտ Ժողովուրդը չի եղել, որ ժողովուրդը չի կարող ի տարբերություն։ Ժողովուրդը չի կարող սխալվել։ Ժողովուրդը կարող է ինչ-որ բանի մոլորվել, ինչ-որ բանի տրվել պոպուլիստների օրդորներին, խոստումներին, բայց չեք զղջում, որ կցանկանայիք, որ Վարդան Ղուկասյանը փոխարեն այլ ուժ ասած մներ և այդ պարագայում ունենայինք այլ իրավիճակ։ Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ Հայաստանի ցանկացած համայնքում ոչ միայն
համայնքում ցանկացած իշխանություն ունեցողը լինել ամենահայտնի, միշտ ցանկանում ամենահայրենասերը, ամենազնուագույնը, ամենալավը, ամենասիրելին, բայց ցավոք սրտի ընտրությունները միշտ չէ, որ բերում է այդպիսի Ալիևը հայտարարում է, որ հայկական բեռների վրայից, տարանցիկ բեռների վրայից հանում է սահմանափակումները եւ հայտարարում, որ սա խաղաղության երաշխիքներից մեկն է։ Երբ մենք ունենք օկուպացված Արցախ, տարհանված արցախահայեր եւ գերիներ ու պատաններ, այդ խաղաղությունը ինչպես է հաստատվելու։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես է հաստատվելու։ Եվ ինչ վտանգներով է հղիվետանում։ Գիտեք, եթե խաղաղությունը մշտական է, ես խաղաղության մեջ ամենը լավն եմ տեսնում, իսկ վտանգներ խաղաղությունը լինի, թե գժտություն լինի, վտանգները բոլոր տեղերն միշտ գոյություն ունեն եւ կախված նրանից, թե որոշում կայացնողը ով է, այդ վտանգները կամ իրականություն են դառնում, կամ շրջանցվում են այդ վտանգները։ Իսկ ձեր ասած հայտարարությունը չեմ հասկանում, որովհետև չեմ կարծում, որ Հայաստան Արցախ ներկրելու ամենահարմարավետ, ամենակարճ եւ ամենաէժան տարբերակն է։ Եթե այդպիսի բան կա, ես չեմ բացառապես, եթե հացահատիկի որակը լավն է, եթե այդ հացահատիկը հացի գները էժանացնելու է, ես միան ուրախ եմ։ Անվտանգությունը ապահովելու է։ Անվտանգության հետ դա քիչ կապ է։ Ես չեմ կարծում, որ դա անվտանգության հետ կապ ունի։ Այսինքն, եթե, չգիտեմ, գնացքով լինելու, թե ինչպես լինելու, Ադրբեջանի տարածքից այդ ճանապարհ չկա Հայաստան մտնելու, կան նորից հասնել Վրաստան, Վրաստանից նորից Հայաստան։ Ես կարծում եմ, որ մեր վրացի գործընկերներն են իրենց անելիքը Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերվում դուք ընդդիմադիր դաշտի խոշորացմանը, քանի որ ակնհայտ է, որ ազգային ժողովը 3-4 ուժից ավելի չի անցնելու եւ այսպես չեք կարծում, որ միավորմամբ է հնարավոր հաղթել Նիկոլ Փաշինյանի նրա իշխանությանը։ Ես չեմ կարող ասել այսօր, որ ազգային ժողովում դուք նկատի ունեք նոր ընտրվելիք ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կրնեն, կարծում եմ, գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Որոնք են այդ ուժերը։ Պարոն Քոչարյանը շեշտել է, պարոն Սարգսյան, ցանկալի է, որ դուք էլ շեշտեք։ Դուք ոնց որ առաջի անգամ եք գալիս այստեղ հաղորդում։ Ես խնդրել եմ, որ պարոն Քոչարյանը Չէ, նախորդ անգամ էլ ասել եք։ Ինձ հարցեր չտա։ Բայց մենք չենք կարող ձեզ հարցեր չտալ Հայաստանի երկրորդ նախագահ եւ մեկ այլ ընդդիմադիրի վերաբերյալ, որքան դուք ուզում եք չեք ցանկանում, որքան չեք ցանկանում։ Արդյոք համարում եք, որ դուք իրավունք Բայց մենք էլ իրավունք ունենք հարցեր հնչեցնելու եւ ես էլ իրավունք ունեմ հարցերի եւ ձեզ համար ներողություն 26 թվականի ընտրությունների հետ կապված արդեն 1 տասնյակից ավել կուսակցություններ կամ չգիտեմ դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու 26 թվականի ընտրություններին դուք դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսպես ասած որոշում չունեք արդյոք վերանայել եք կամ կարող եք պատասխանել այդ հարցին մասնակցելու եք թե ոչ Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել, մենք այսօր նախապատվությունը տալիս ենք impeachment-ին և կարծում եմ բոլորը տեսնում եք, որ կառավարական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում impeachment-ի հետագա իրականացման գործում։ Ես ընդհանրապես շատ զարմացած եմ այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքականների, ովքեր փորձում են impeachment-ը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպես կարելի է հակադրել։ Երկուսն էլ սահմանադրական
չասեմ միջոցառումներ, ամենայն դեպս սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես, ընտրությունները կայանալու են, որ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ impeachment-ը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում։ Եվ մենք համարում ենք, որ օր առ սրանց իշխանություններից հեռացնելը միայն Հայաստանում օգուտ է։ Այնպես որ կգա ժամանակը, մենք ներկայացնենք։ Պարոն Սարգսյան, դուք Նիկոլ Փաշինյանին չեք ճանաչում, երբ որ ընդդիմադիր գործիչ էր, երբ իրեն 2018 թվականին իշխանություն տվեցիք։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում։ Ես այդ մարդուն ձեն շատ մոտիկից երևի տեսել եմ մաքսիմում 3 անգամ։ Դա մի անգամ եղել է 93-ի վերջ, 94-ի սկիզբ, մի անգամ եղել է, եթե չեմ սխալվում, 98-ին, երբ որ դատարանում ենք, այսպես ասեմ, հանդիպել, տեսել, եւ մի անգամ էլ 18 թվականի մայոտ, ուրիշ որևէ տեղ ես այդ բանը չեմ տեսել, չեմ անիքել, եւ ոչ էլ միջնորդավորված խոսել եմ, եւ ոչ էլ հեռախոսակապ եմ ունեցել, որևէ բան չեմ ունեցել, ինչ է նշանակում ճանաչել, իհարկե բազա չէ, ես տեղյակ էի, եմ բոլոր հերիվյանքներին, եմ բոլոր ստախոսություններին, եմ բոլոր շամպարներին, որ տպագրվում էր նրանց կողմից խմբագրվող թերթը։ Մինչ այդ էլ մեկ այլ թերթում, որտեղ ինձ չէ խմբագրվում, այնպես որ։ Ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի։ Դրանք ուժեր էին, որոնք ցանկանում էին Հայաստանում, թե աշխարհում տեղ ունեցող գործընթացները կառավարել։ Ի վերջո ովքեր էին այդ ուժերը, ոնց հավատեք։ Ես ի գիտություն ձեզ հայտնել եմ 18 թվականի մասին, ես ալուց չեմ ասել։ Ասելու եմ մի անգամ, մի քիչ էլ համբերության լծվել, շուտով, ուրիշ հերթական, ձեզ բոլորիդ էլ նաև հնարավորություն է խորձելու հարցեր ու շատ հանդիստ կարող եք ուղղել և լսել ձեր հարցերից։ Հիմա էլ ենք ուղղել եթերում, պարոն նախագահ, եկել է այդ պահի վերջո 7 տարի անցել է ձեր հրաժարականից, անընդհատ ասում եք, որ շուտով կխոսեմ ու չեք խոսում։ Անընդհատ չեմ ասում, ես ասել եմ անընդհատ։ Պարոն նախագահ, մտավախություն չունեք, որ 2021 թվականի սցենարը կարող է կրկնվել, այսքան ուժերով կրկին ընտրության գնալով եւ նույն, այսպես ասած, արդյունքը ճակերտավոր ունենալով։ Բոլոր պրոցեսներում լինում են եւ լավ իրավիճակներ եւ վատ իրավիճակներ։ Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չի զբաղվի impeachment-ի գործընթացում, բայց օր առաջ այս իշխանություններից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է։ Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվել, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրճի, կներեք բառիս համար, առանց նրան շինելու։ Այնպես որ սա է իրավիճակը։ Պարոն նախագահ, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարում են, որ պետական մակարդակով իշխանությունները որևէ բան չեն անում մեր գերիներին եւ պատաններին վերադարձնելու համար։ Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, դուք ինչպես եք պատկերացնում գերիների վերադարձը հայրենիք, ինչ ճանապարհով եւ լինելով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը, որքանով են օգտագործվում ձեր կապեր այս խնդիրը բարձրաձայնելու եւ որևէ արդյունք ապահովելու համար։ Կոմպլիմենտ ունենալ, բայց մենք Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժ չենք, որովհետև եթե սա չասեմ, ուրիշները կարող են վիրավորվել, այսպես մեզ մեղադրել մեծամտության մեջ։ Ամենաառաջին պայմանը այս
իշխանությունների, որից եմ ասում իշխանություններից որովհետև ինչքան էլ մենք կապեր ունենանք, ինչքան էլ մենք ունենանք քաղաքական կուսակցությունների եւ քաղաքական կուսակցությունների կառավարություններ, առանց իշխանությունների սատարման գրեթե անհնար է տեսնել կապրենք տեսնել բոլոր բարեկամները մինչև այս շինձի կառավարությունը չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա դիզիներ լեզները եւ վերաբերյալ Նախագահ եւ Արցախի վերաբերյալ դուք ասել եք, որ դուք պատրաստ չեք Արցախի անվտանգությունը զոհել, կրկին ձեր հրաժարականի մասին խոսեմ, բայց ձեր թիմակիցները անմիջապես երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու։ Այդ հակասությունը չի առաջանում ձեր թիմակիցների հետ։ Դուք ասել եք, ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, հավանաբարձվարան հայտնեցի հանրություն։ Ձեր թիմակիցներն էլ անմիջապես հենց դուք հրաժարական տվեցիք եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին եկել է Արցախը հանձնելու։ Փաստացի դուք հավին անվտանգության չզոհելու համար անվտանգությունը հրաժարական տվեցիք, թիմակիցները վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը, ինչպես է ստացվում։ Դա իրար չհակասող դեպքեր են, որովհետև որևէ մեկը իմ թիմակից կամ այլ քաղաքականներից երբեք չէր կարող պատկերացնել Արցախի այսպիսի վստահ եմ, իմ թիմակիցները Արցախը հանձնել նկատի են ունեցել բանակցություններում զիջումների գնալը, որը կարող է բերել Արցախի հայտնվել Ես եմ, բայց ես եմ դա նկատի ունեի, հենց ես եմ դա նկատի ունեի, որովհետև իմ այլ գործողություններ կվնասեին բանակցային գործողություններ։ Դուք գիտեք, ցանկ ոտի վրա դժվար է բացատրել, բայց դուք վստահ եղեք, որ ցանկացած բանակցություններում միջնորդները անկախ նրանից ինչ չափով են ինչ շահերը հաշվի առնում, միջնորդները միշտ ավելի գնում են այն ուղղությամբ, որտեղից հեշտ է չհասեն զիջումը, համաձայնություն միշտ այդպես է, մեզնից յուրաքանչյուրը, այդ տեսեք, եթե ուզում ենք այստեղով անցնել, մենք ոսկ հասնենք, դե շրջանցենք, չէ՞, կամ էլ այս երկու ստոյկաների արանքով անցնենք, փոքրիկ քիչ բանակցային պրոցեսը այդպես է, եւ ով կամք ունի, ով կարողանում է փաստարկներ բերել, ով որ համոզված է, նույն բանակցություններում հաջողության է հասնում։ Եվ պարոն